ասում են այսօր սուրճը դառնա եղել, մերժել է քեզ։ Այդ ինչ միֆեր են եւ արդյոք այդ միֆերը իրական հիմքեր ունեն։ Միֆերից ես չեմ կարող հաստատել, որն է ճիշտ, որը սխալ։ Եթե լիներ դեսպանատան կայքում, որ ես կկարդայի ու 100% կասեի, որ այսպես է, ես հիմա կվախենամ։ Ինձ հետ պատահած, օրինակ մուլտիվիզայի դեպքում, ես ինչ եմ խորհուրդ տալիս անել, որ այսպեսի ստանան մուլտիվիզա։ Նախ մեկական ճամփորդություններ իհարկե ունենալ, մեկ անգամյա մուտքովի նկատի ունեմ ու դրանք ժամանակին վերադառնալ, ոչ մի խախտում չանել, դա շատ կարևոր է։ Ու մտնել այն երկիր, կապ չունի, կարևորը մտնեք այն երկիր, որտեղից որ վիզան ստացել եք։ Հիմա տուրիստական ընկերությունները, ես դա էլի իմ հետևորդներից եմ իմանում, իրենք ասում են, արի մենք քեզ կմցնենք, չգիտեմ, Լատվիայով, բայց դու կթռնես Իտալիա։ Ու ես չեմ ասում, որ 100% մարդ բռնվելու է դեպորտա ստանալու, բայց դա համարվում է խախտում։ Դու պետք է գնաս այն երկիր, որտեղի վիզան ստացել ես։ Կարող ես դա համադրել այլ երկրների հետ, բայց պարտադիր է ունենալ այդ երկրի կնիքը կամ ապացույց, որ դու օրինակ գնացքով գնացել ես, չգիտեմ, Փարիզից Ամստերդամ։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։